Ահա։ Եթերում Սերվեր Սպիտակ փոդքասթն է, Գնել Սարգսյանի եւ Գագիկ Մկրտչյանի հետ։ Այո։ Տես, հետաքրքիր մի բան։ Նախ ուզում եմ մեր հեռուստադիտողներին, մանավանդ մեր YouTube-յան դիտողներին, խնդրել, որ մի փոքր ավելի ակտիվ լինեն։ Մենք մի մեծ բանակ ունենք, շատ լավ դիտողներ, շատ ճիշտ նկատողություն անողներ եւ այլն, բայց տեսեք, օրինակ մեզ ասում են, որ եթերաժամը երկարացնելու խնդիրը կախված է նաեւ դիտումների խնդիրներից։ Այսինքն, եթե դիտումները շատ լինեն, որովհետեւ բոլորը գրում են, ինչ եք այդքան կարճ անում, 40 րոպեն պրծնում է, մենք միջև կոֆեն լցնում ենք, նստում ենք, միջև այդ ամեն ինչ անում եք, դուք պրծնում եք։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, YouTube-յան դիտողներ, մեզ նաև մի փոքր դուք էլ եղեք ակտիվ, եթե կարող եք նաև տարածեք իհարկե։ Տարածեք, այո, որովհետև եթերաժամանակը մի քիչ այդքան էժան հաճույք չի, բնականաբար այդտեղ մի քիչ ձեր միջամտությունը, բայց խոստացել են, որ եթե դիտումները շատանան, ասեմ մենք բանա, ասենց հիմա փորձնական ոնց որ շրջանում ենք։ Հա, դեռևս։ Ամեն դեպքում, հա, որովհետև դեռ ոնց հասկացա պավիլյոնի հարցել պիտի լուծվի։ Պիտի լուծվի։ Թե եկել ես տունս չես գնում։ Հա։ Ու մարդկանց մոտ էլ տպավորությունը, որ դու միշտ հոգիներ ես իմ մոտ։ Ես շաբաթը մի անգամ հյուր եմ գալիս քեզ։ Բայց իրականում մենք իրավահավասար հաղորդավարներ ենք, նույն պայմաններով։ Հա, ես առաջարկում եմ, քանի որ այն մեր ավանդույթը շարունակվում է, սկզբում դիտենք մի հատ հետաքրքիր տեսանյութ։ Շաբաթվա կադրը։ Հա, շաբաթվա կադրը կարելի ասել, թուրքական պարլամենտից, այ նայեք, թե ոնց է լինում պարլամենտը։ Եկեք նայենք։ Ոչ ոք չի խանգարում։ Ընդ որում են Քաչալը շատ ակտիվ է։ Հա, իր գլխի միշտ տալիս է։ Վերջում բոլորը սկսում են իր գլխին տալ։ Բայց ինքը հա լավ ակտիվ է, իր տարիքի համեմատել։ Հա։ Բայց դες, սրանով ինչ ենք ուզում ցույց տանք, օրինակ սրա ուղերձը որն է։ Ես sense եմ պատկերացնում, քանի որ նման տեսարաններ շատ կան։ Հա։ Ու աշխարհի եվրոպական պարլամենտներում էլ շատ վեճեր կռիվներ լինում։ Բայց մեր մոտ ինչ որ առանձնահատուկ ցավով ենք տանում, որ խայտարակ եղանք, ընդ որում մեզ մոտ բանը սրան չի հասել։ Ուրեմն հարգելի անվտանգության աշխատակիցներ ազգային ժողովի, այսպես թույլ տվեք բան լինի, նոր էլի մտեք բաժանելու, հետ երկակ գորում են արդեն։ Էդի արդար չինի, կասեն քաղաքական մեծամասնությունը, կգնալ ռիվ ուրիշ խոսակցություն։ Չէ, իսկապես մեզ մոտ շատ արագ են գործում, այս կատակը մի կողմ շատ լավ է, բայց այդ խայտարակ եղանքը ինքը զգացել ես, որ մանկուց է գալիս։ Իհարկե։ Դու նայել ես մազերը սենց վիճակում ուր ես դուրս եկել խայտարակ կոչես։ Ես ինչ ես հակել։ Բա մարդիկ չեն ասի, սա գումար չուներ, որ նասկիները սև անտրել եւ ոչ սպիտակ։ Դե այտենց նաեւ լինում է բաներ, կոմենտներ։ Ասենք մեկը գրել էր, մեր շատ սիրելի հեռուստադիտող շատ եք ծիծաղում։ Շատ ենք ծիծաղել, մարդը Լա բաց ծիծաղալու բան, եթե լմա չծիծաղանք, հիմա այս տեսանյութի վրա չծիծաղայի։ Չէ, բայց ես չի ծիծաղա։ Ասեմ, շատերը կարող են ծիծաղել, հաշվի առնելով, որ Թուրքիայի պարլամենտում է լինում։ Բայց եթե օբյեկտիվ դիտարկենք, որպեսի թույլ չտանք, ցանկացած ազդեցություն, հակազդեցություն, ճիշտ է։ Այո։ Որպեսի թույլ չտանք, որ իրենց դաշտում էլ մեզ վրա ծիծաղեն կամ զուսպ լինեն, մենք պիտի մեր դաստիարակվածությունը տարածենք իրենց վրա նաև։ Իհարկե։ Սա այն իմաստով ժողովուրդ ջան, որ այսինքն սկլորացնենք էլի թեման։ Չէ, այն իմաստով, որ աշխարհում լինում են նման դեպքեր ու շատ ավելի դաժան ձևերով, իսկ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը անգամ մտել է անվտանգային համակարգ։ Իդեպ ես ասեմ, ես շատ դրական եմ գնահատում այսօրվա պարլամենտի մթնոլորտը։ Այսօրվա։
Հա, այսօրվա parlamenti մթնոլորտ է, հա։ Շատ չափված, ձևված, որովհետև դեմոկրատները տեղում չեն։ Հա, այդ էլ կա ճիշտ։ Աղմցեցեն կամ հետ բանավիճ են։ Հա, գիստացնում է։ Բանավեճները հիմնականում հերակայա։ Հա, այդպես ոնց է։ Լսի Արմեն Ռուստամյան, դու ստե չես, հա, մոտապես էսի օրինակ բերեց էլի, կոնկրետ Արմեն Ռուստամյանի չի վերաբերվում։ Իսկապես, ինչի մենք մասնագիտական տերմինոլոգիայով ասում ենք обратный կադր, չէ՞։ Ինչի обратный կադրեր չեն լինում, որ երևա թե որ քննարկումներում են կոնկրետ բացակա։ Որովհետև քաղաքացիական պայմանագիրը ստիպված է լինում շեշտել անդադ, որ հիմա նրանք բացակա են, բայց լրացնող կադր չկա։ Ու գիտես ինձ ինչն է հետաքրքիր, այդ որ բացակա են, բայց հենց որ իրանց անհրաժեշտ բան ալնում, միանգամից լցվում են այնտեղ, չէ՞։ Այդ ընթացքում որ իրանք բացակա են, որտեղ են։ Չէ, իրանք գնացել են։ Չէ։ Բա, սենյակներում էլ չեն, կարող 1-2-ը։ Հա։ Հա, ես գիտեմ, ես ազգային ժողովում շուտ եմ լինում։ Ուրեմն գալիս են այդ քարտով, որպեսզի բացակա չլինի։ Առավոտը գալիս ճտոսնում են։ Ու դեմ Հա, քվորումի ժամանակ քաղաքացու հետ պիտի հանդիպենք ու գնում են։ Չէ, քվորումն էլ հետ։ Քվորումը պիտի հենց տեղում ինքը կնոպկյան սխմի։ Այդ եմ ասում, քվորումի ժամանակ ներկա է, հետո ու ինչն է ուժեղ։ Օրինակ, JD Vance-ի գալու հետ կապված։ Տեսար ինչ աղմուկ անեցին, մինչև այդ ինչեր էին խոսում, տվին, տարան, հանին, ծախին, ոչ մի բան էլ չի գալու, ոչ մի բան տեղի չի ունենալու։ Եկավ JD Vance-ը, այդ մի օրը լուր մնացին, հաջորդ օրերի ջամ, սենց բան, դուք տեսակ, այդ 9 միլիարդը մեր սերունդները հաշվեցին արագ, մարդա $12,000 պարկի տակ են գր, սաղ արեցին, հաջորդ օրը կառավարության այդ հարցու պատասխանն է։ Հա, որ պետք է հարցը տրվի։ Որ պետք է կան, այս Թուրքիայի պարլամենտից անեն։ Հա։ Ու ոչ ոք։ Չէ՞։ Ալեն Սիմոնյանը ֆոտո էր տեղադրել մի հատ։ Չկա։ Չէ, կներես, հաջորդ օրը չէր, հաջորդ օրվա այն մի օրն էր, որովհետև հաջորդ օրը մի հատ խոսակցություն եղավ, Գառնիկ Դանելյանը եկավ կանգնեց թիվ 1 ամբիոնի մոտ, ուսած ճիշտը ճոպացած, ասեց, ես ինչ ասֆալտ է քաղաքում։ Ա։ Հասկանում եք, ասենք, այս ամեն ինչը փչեցին, մեկան ազգային ժողով մի հատ ասեցին ասֆալտը, չէ, ճիշտ ասեցին։ Ճիշտ ասում։ Խնդիր կա։ Բայց ինձ թվում է հենց իր ավտոմոբիլը այդ խնդրին առնչվել է իր մեքենա։ Դե հա հոչեն դիմել Գառնիկ Դանելյանին ասել, խնդրում ենք մեր հարցը բարձրացնել։ Որպես մեր падգամավոր։ Այսօր աշխարհությունը այնքան հասանելի է։ Մեկ-մեկից թվում է թե ամեն քաղաքացի Նիկոլ Փաշինյանի համարն էլ ունի։ Ասենք որ մի հատ զանգենք, ասենք, այս աշխարհն հասանելի են։ Գառնիկ Դանելյանին ինչու պիտի գնան ասեն ասֆալտի հետ կապված։ Համացածնել այդ իրավունքը տալիս այսօր ինչ ուզում ես նկարի տեղադրի։ Ընդ որում բանը կա նաև քաղաքապետարանի մասով ակտիվ քաղաքացի հարթակը կա։ Մարդիկ գրում են արձան։ Թեժգիծը շատ լավ աշխատում իդեպ քաղաքապետարանի։ Ես ահագին գնահատականներ գիտեմ դրա աշխատանքի Բայց պարլամենտում ես առաջարկում եմ մի քիչ այդ թեման դնենք վերցնենք։ Հակոբ Մովսեսի հետ կապված։ Հա։ Դաշնակցականները եկան, ձվի մեջ մազ էին գտել իմիջայլոց, ու գտել էին մի հատ մազ ձվի մեջ։ Այսինքն շատ վիճելի է թե ինչքանով էր հարց։ Բայց այն հանգամանքը, որ դրան անդրադառնում էին դաշնակները, ու իրանք նեղվել էին, որ իրանք պատմության մասին Հակոբ Մովսեսը պատմական ակնարկ էր արել, երևի դրանով լավություն անելով, օրինակ ես կուզեի Հակոբ Մովսեսը Այն բանը մենք ենք մեր սարի մեջ որ ասում են, հələ մի հատ ինձ քննի։ Հա։ Ես կուզեի Հակոբ Մովսեսը մի հատ բան անցներ իմ մասով քննություն անցներ, հա, ու գնահատական տալ բան ցանկացած գնահատականի շուրջ անգամ եթե համաձայն չլինեի կամ ունենայի արդարացում, միևնույնն է կգնայի խորհելու ու հաշվի կառնեի, որովհետև Հակոբ Մովսեսը լրջագույն հեղինակությունը մտավորականության դաշտում։ Կարող ասել եք ունենք։ Հա։ Հասկանում ես։ Ու դաշնակցականները նեղվել էին, որ Հակոբ Մովսեսը մի հատ ուրիշ հաղորդման ժամանակ ասել էր, որ ասենք դաշնակցությունը պիտի վերանայի իր գործունեությունը, իրանք ունեցել են այս խնդիրները, ազատագրողներից վերածվել են, չգիտես ինչ։ Մի խոսքով, բա դուք ՀՌՀ անդամ եք, դուք իրավունք չունեք։
Դե գիտես ինչ որ Տերտերները իրավունք ունեն մտնել ընդհուպ քաղաքականություն, Հակոբ Մովսեսը չունի։ Այստեղ խնդիրը դրա համար այդ բարձաբանումների մեջ ինձ ամենաշատը, կներես ոնց որ ես եմ շատ խոսում, ես թեման մի քիչ ավելի ակտուալ, ես եմ ավելի հետևել, դու զբաղված ես եղել արտասահմաններով։ դե JD Vance-ներ ու ածանցյալները այդ թեման։ Հեսա վերադառնանք JD Vance-ին։ Ուրեմն այս մահ կամ ազատություն խոսույթը որ կա, այդ խոսույթի վրա էլ մեր падգամավորները լավ sense բացեցին անդրադարձան, բայց եթե անկեղծ լինեմ, ինձ համար ամենաշատը ինձ դուր եկավ Մարիա Կարապետյանի գնահատականը, շատ համառոտ։ Ուրեմն ինչ էր ասում, նայեք, մենք դասիրակվել ենք դրա մեջ ու չենք նկատել էլի մահ կամ ազատություն։ Ուրեմն նախ ինքը ոչ թե մահ կամ ազատություն է, այլ ազատություն կամ մահ։ Այսինքն դաշնակցության, չէ՞ որ բանի գաղափարախոսության հիմքում առաջին կետում դրած է ազատությունը։ Ազատագրական պայքարը, ազատությունը, չէ՞։ Իհարկե, բանի առումով, պոեզիայի առումով ավելի հարմար է մահ կամ ազատություն ասելը։ Բայց եթե դու ազատություն կամ մահը փոխում ես մահ կամ ազատությունով, ամբողջ գաղափարախոսությունն է փոխում։ Գիտես ոնց։ Նայ, դու երբ որ ասում ես ազատություն կամ մահ, այսինքն դու կոչ ես անում պայքարելու հանուն ազատության, այլապես կամ հա կամ մեռնելու ես։ Եթե ազատ չես, մեռնելու ես, չէ՞։ Իսկ մահ կամ ազատությունը դու կոչ ես անում մահվան, առաջնային դնում ես մահը։ Եթե չմեռար, ազատություն է լինելու։ Այսպես գլխի վայր շուռա գալիս, ընդհանրապես բայց գիտես ինչն է հետաքրքիր, մեր պոեզիայի մեջ ամենուր այդ մահվան գաղափարը մի տեսակ շատ է։ Իհարկե Շատ է։ Ինչի անպայման մահ։ Ընդ որում դա շատ մոտիկ է նաև սովետական, ածանցյալ նաև ռուսական գաղափարախոսությանը, հա, այն смерть, բան, во имя, հա, հանուն։ Դե էդ են ներդրում, որովհետև մարտիկներ պիտի ստանային։ Մարտիկներ պիտի ստանային, հետո պիտի սկսեին մեզ մեծարել, ասել հայերը գիտեք ինչ լավ կռվողներ են, նրանք իսկական ոիններ են, մենք էլ սենց ուրախանանք, պարտանանք, բա սովետի ժամանակ ամենաբանը ամենաշատ զոհ տվածն ենք, այո։ Սա գլուխ կովալի բան։ 300,000 զոհ ենք տվել։ Սա գուցե ինչ-որ կողմից խոսում է մեր նվիրվածության մասին ու մեր բանին պատերազմի հաղթելուն տենց նկրտումներին, որ ամեն գնով գնանք Մարտունակության մասին։ Սենց բաներով աշխարհում նորմալ ժողովուրդները գլուխ չեն գովում։ Իհարկե։ Դա վատ բան է։ Կամ շատ ասում են, չէ, երկրորդ համաշխարհայինին սովետական միությունից կան 40 միլիոն էին զոհվեցել 20 միլիոն։ Ասում են նույնիսկ ավել, մինչև 60 միլիոն։ Չէ, դա կարծեմ Չինաստանը։ Չէ, նաև սովետը։ Մի խոսքով։ Ու Ստալինը լավ առաջնորդ է։ Ասում կապուշ է եղել այդ մարդը։ Չէ, ապուշը։ Ռազմական արվեստից հեռու մարդիկ են եղել։ Փուրն են տվել։ Ու որ նայում ես բանի գերմանական զորքի հետ համեմատած։ Այդպեսի գովաստ կարար Գերմանիան աներ։ Լավ, ես քեզ ուրիշ բան ասեմ։ Ցույց տար թե ինքը ինչքան լավ կռվողներ ա։ Բերլինի գրավման օպերացիայի ժամանակ գիտես ինչքան զոհ ա տվել սովետը։ Երբ որ Բերլինը համարյա գրաված բրծած էր։ Մի համարյա մի ռայխստագ էր, մի հատ փոքր թաղամաս էր մնացել 200,000։ Հասկանում ես։ Այսինքն մի թաղամաս գրավելու համար 200,000 զոհ, որ Ժուկովը զանգի շեֆ եղել է։ Ռայխստագը վերցրեցինք, վրացին էլ հելավ դրոշը տնգեց։ Ընդ որում այդ վրացուն երկրորդ օրը, չէ, երկրորդ օրը գտան վրացուն, դրոշը տվին ձեռը ու նկարեցին։ Կանթարյա էր։ Այերն էլ բանով մտան։ Քոչարի պարինք մենք էլ։ Այսրանք բաներն են, այդ տեխնոլոգիաներն են, էլի, հպատակեցնելու։ Հա, հպատակեցնելու տեխնոլոգիաներն են, որը մենք մինչև մի կրում ենք։ Ու գիտես թե ենք կրում։ Որովհետև ցավոք սրտի մեր մտավորականություն չունենք, դեգրադացված է, ու որևիցե մեկը մեր անկախությունից հետո չի զբաղվել մեր
այն որ ասում է անկախողական գաղափարախոսություն չի կարոզվել, այդ ոչ թե նրա մասին է ասում, որ հելնեն անկախություն անցելով ֆրան, այլ այսպիսի բաները, այդ պատկերացումները, դեգրադացված բաները, ինչը որ լցվել է մերուղ է, այդ պրոպագանդա բաց են մի հատ հետ դնեն տեղը։ Մենք մինչև Նիկոլ Փաշինյանի 18 թվի հեղափոխությունը մեր հերոստատեսությամբ մեզ ասում էին հայրենական պատերազմ, հայրենական մեծ պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ։ Եվ Նիկոլ Փաշինյանը առաջին ղեկավարն էր, այդտեղ սրտից յուղն աստեց, ճիշտ։ Որ ասես երկրորդ համաշխարհային պատերազմ։ Այսինքն, այո, մենք ներդրումն ենք ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմում, բայց դա հայրենական պատերազմ է եղել։ Մեր համար չէ։ Վերջ։ Այո, մենք նացիզմի դեմ պայքարել ենք, կռվել ենք այս սաստավի մեջ։ Այսինքն մեր բանակը գործել է այս միավորի մեջ։ Նայ, հետո անկախությունը մի տեսակ բան է, որ անկախության համար պետք է զոհվել։ Դա մոտավորապես համարյա մոտիկանում ազատության է, անկախությունը։ Ազատություն այդ ոնց որ հոմանիշները լինեն։ Հնդկաստանը անկախությունը գիտես ոնց է նվաճել։ Մահաթմա Գանդին էր, եթե չեմ սխալվում, իրանց ոնց որ հոգևոր առաջնորդներ, խաղաղ ընդվզման միջոցով։ Խաղաղ, ոչ մի բան չէին անում, այդ միլիոններով ժողովուրդը ոչ մի բան չէր անում, բայց ընդվզում էր, ասում էր մենք պետք է անկախ լինենք ու դառան անկախ։ Դարձան անկախ։ Այսինքն առանց պատերազմի։ Այդ ամենը ուզեցին լինել անկախ։ Հա, ուզեցին լինել անկախ, մեզ բերվեց տրվեց։ Բայց հիմա էլ կա այդ հնարավորությունը տրված։ Հա։ Հիմա 26 թվականի հունիսի 7-ին։ Այո, կարանք անկախ լինենք։ Ընդամենը կարանք ասենք, ուզում ենք լինենք անկախ։ Հա։ Բայց այդ ուզելը մեր մոտ սպանված է եղել։ Այսօրվա դրությամբ տես, ուժեղ Հայաստան մի հատ ուժ է, չէ՞ ձևավորվել։ Որ ծայրից էլ վախի մասին է, բայց իրենք բոլորով ասում են մենք ուժեղ ենք, որպեսզի չվախենան։ Հա, դե արժանապատիվ խաղաղություն, դուխով եսիմի։ Բանակից թռել են ասում մենք ուժեղ ենք։ Հա, մենք ուժեղ ենք, կամ ուժեղ ենք կլնելու։ Հա, ոնց Կիրիենկոն ասի իրանք տես, ոնց նվագի տես բարել են, ասում մենք ուժեղ ենք։ Կիրիենկոյի արև տրամաբանությամբ։ Դուխ տալով տես գնում են։ Ու հիմա նայում է, դե ոնց որ ցանկացած քաղաքական ուժ մի քիչ փող ունեցող Դες պարագայում լավ փող ունեցող, իրենք նույնպես որոշեցին երկ ունենալ։ Դե եթե այն երկուսն էլ վրական, շատ փող ունեցող արդեն։ Սաղ փողը իրենք Սաղ փողը երկ ունենան, որ այդ երկով հես այս պատկասում եմ ընտրության օրերին այդ պիկապներով բանով սասնա ծռել են անելու գլխներս էլի։ Հա։ Երկրել էլի ուժեղ Հայաստան բան, գիտես, եթե անկես լինենք, օրինակ են ջիհադիստական շարժումը որ եղավ, սրբազան շարժում, դե սրբազան ջիհադը չի սրբազան շարժում, ուրեմն սրբազան պայքարը ջիհադը չի, ջիհադն է, չէ։ Դու մահմեդականների մոտ հա էլի։ Հա, դե մի, ինչ պակասում։ Լավ բան են։ Ուրեմն իրանց այդ ժամանակվա երկ մի հատ ստեղծեցին են Ռուբան Մխիթարյան։ Հա, տեսել։ Այդ երկը շատ էր դուր գալիս, ու ես շատ ափսոսում էի, որ իրանց վրա։ Ես вообще կուզեի այդ երկը լիներ, ոչ քաղաքական, ինքը լիներ մեր իրականության մեջ։ Լսենք մենք, այդ լավ որպես երկ։ Հա, շատ լավ։ Որպես արվեստի Հայաստան հայրենիք եւ արծա։ Ինքը սիրուն երկ էր։ Ընդ որում մի քիչ ուշացած, բայց ոչինչ։ Հիմա այս մարդկանց դա երկը սիրուն երկը սարքել են, բայց ոչ մի կերպ չեն համապատասխանում դրան։ Գիտես ինչի։ Ուրեմն ասում ուժեղ Հայաստան։ Հայաստան բառը դա պետություն է նշանակում, պետության սիմվոլները որոնք են։ Ունենում է գերբ, զինանշան եւ այլն, սահմանադրություն, չէ՞, եւ տվյալ երկրի իրավական տարածքը, ինչպեսին է։ Ոնց է անցնում սահմանը, որն է, որտեղ է գործում այդ սահմանադրությունը։ Հիմա սրանց համակարգող խորհրդի մի հատ անդամ ուհի, ում չենք կարա մեղադրենք բանակ չծառայելու մեջ բնականաբար, կինա։ Բայց ավելի վատ բան է ասում։ Կիրանցի մոմենտը։ Ապրես, դուրս եկել։ Այդ դայն ես հարցազրույցը։ Հա, տեսել եմ։ Եկել էր հարցազրույցի, շատ լուրջ դեմքով, վստահորեն, ասում էր Կիրանցը տվին, ու դες միտքը ձևակերպում է, էլի։ Հա, բայց դու մոռացար, որ ասում էին Զանգեզուրը տվին։ Չէ, բայց մի րոպե էլի, այստեղ ուրիշ բան կա։ Էդի որ ասում էին, այդ ես հիմա իր անունը Գոհար Մելոյան, ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ։
Հարգելի Գոհար Մելոյան, ինչև ընդմիջման գնալ է, էլի։ Միակ Արդեն պետք է գնանք։ Ստեղ նայեմ Արմեն ջան, թե ստեղ։ Հարգելի Գոհար Մելոյան, վաղը Կիրակի է, հանգստյան օր, եւ ես առաջարկում եմ ձեզ առավոտյան ժամը 11-ին լինեք Free-News հեռուստատեսության մոտ, ես այստեղից ձեզ կտեղափոխեմ Կիրանց, կծանոթացնեմ կիրանցիների, ուներ ինչու ոչ նրանց խնդիրների հետ, նաեւ կծանոթացնեմ կիրանցիների գոհունակությունների ու դժգոհությունների հետ, Այն որ Ադրբեջանում, հա։ չէ, եւ անկեղծորեն ասում եմ, կարող եք ձեզ հետ անձնագիր չվերցնել, որովհետեւ մենք սահման չենք հատելու։ Ես ձեզ հրավիրում եմ վաղը 11-ին կլինեմ մեր հեռուստատեսության մոտ։ Եթե։ Եթե Բայց Կիրակի օրով բավոր աղջիկը գա սպասի։ Հա։ Դե կարող է Facebook-ով կապվի քո հետ, ասի գալիս է։ Չէ, ես մի խոսքով, ես մի կերպ ես կնվիրեմ դրան։ Գնանք մի հատ Կիրանց գանք։ 21 րոպե։ Վերադառնանք։ Բայց չէ, դու ճիշտ էիր ասում։ Եկեք սենց անենք, լավ, Գոհար Մելոյան, որովհետև կաղացու ես չէի տեսել։ Հա, բայց ես էլ եմ ասում, դու էլ գաս Կիրակի օրով ժամը 11-ին։ Նամացից 11-ին հարմար չէր, ես գնացել էի ուժեղ Հայաստանից, չգիտեմ ինչ էլ ուզեի, հա։ Չէ, ուրեմն խնդրում եմ, երբ որ կապվեք ինձ հետ, դրա հաջորդ օրը խոստանում եմ, միասին կգնանք Կիրանց, կարող ենք անցնել Ոսկեպար, կարող ենք գնալ Բերքաբեր, կարող ենք ես ձեզ ցույց կտամ նաև որտեղ է Կզիլ Հաջիլին ու ինչեր իրանից ներկայացնում այդ բնակավայրը։ Եկեղեցին։ Մենք կարող ենք անգամ գնալ այն ասկի պարան, որը որ ըստ Սերժ Սարգսյանի ում աշխատակազմի ղեկավար եղել է Նարեկի հայրիկը, նա թույլ չի տա, որ ես ցույց խոսեմ։ Ըստ Սերժ Սարգսյանի մակ ուղարկած քարտեզների հանդիսանում էր անկլավ, որը պիտի տրվեր Ադրբեջանի։ Եվ ոչ միայն դա, վերադարձի ճանապարհին ես ցույց կտամ Ազատամուտը նույնպես, ճանապարհի վրա մի քիչ շեղվենք, ցույց կտամ, դա նույնպես մակ քարտեզներում գրանցել ուղարկել էին որպես մեր կարմիր գծեր, եւ ինչու ոչ, ինչ որ մի օր էլ անպայման Տիգրանաշեն կառաջանանք։ 3 անկլավներ, որոնք որ մարդը գծել կլորի մեջ դրել Հայաստանի քարտեզը ինչպեսին նա մեր կարմիր գծերը, որոնք են սրանցից բացի ուրիշ բան չենք տալիս։ Ու ուղարկել էր մակ, ամենավատը գիտես որն է։ Որ հեղափոխությունից հետո էր ոնց հասկացա արտգործնախարարության բանից կայքերից ջնջել էին այն տեղեկությունը, որ իրանք երբևէ մակ քարտեզ ինչ-որ բան են ուղարկել, դե 5 հատ ուղարկել են։ Դե կարելի ասել հեծի արևը վկա։ Հա։ Ոնց որ հեծում կորան, այդ ֆայլերը։ Հա, ուրիշ ինչ էինք մենք, հա, ես էլի ուզում եմ շատ կարևորենք ու պետքա Հա, չէ, Վենսին հələ կանդրադառնանք, որտեվ եթե Ես չլինի ասես ժամանակը։ Չէ, եթե այս ամեն ինչը չլինի, Վենսնել, Վենսի գալնել, խոստացածվել, սա փոշյանում է։ Հարևան երկրի լեզվով ասած թոզ միշա լինում։ Ու եթե մեր սիրելի հայրենակիցները ունեն այտենց տրամադրություն, մտադրություն, որտեղ ինչ որ խոսքեր, լուրեր է պատտվում, բաժանվելիք փողեր, մողեր, եսի ինչեր բան, Դե փողով ծախելու եք հայրենիքը, խնդրեմ։ Եթե դուք այդ փողի համեցեք ու համակերպեք դավաճան պետակի հետ։ Վաղը մյուս օր ձեր երեխեքին ուղարկելու եք գրիֆ, հա, գրիֆ։ Դա լավագույն դեպքում Ուկրաինա, վատագույն դեպքում ասեմ Ուկրաինայում զոհերի թվի մասին ինչ-որ նոր տեղեկություններ կա, պաշտոնական տեղեկություններ կա։ Չէ, Ուկրաինայի դեմ մեր հայրենակիցների մասնակցությամբ, ընդ որում դե շատ տխուր բան է, որ 252 հոգի կամավոր են գնացել։ Դա հասկանում ես, կամավոր։ Բայց գիտեք չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությունը արգելում է Իհարկե։ Նման բան, այսինքն եթե այդ մարդը վերադառնա էլ ուզենա գա Հայաստան, Հայաստան իրան պիտի բռնեն օրենքով։ Հա։ Քրեական գործ է։ Եթե իհարկե ինքը կենթանի մնա։ Եթե կենթանի մնա։ Ես երեք մի ամիտ աշկովս ընկավ, մի հատ բլոգեր էր, ցույց էր տալիս մի հատ աղջկա պատմություն, ով նույնպես բլոգեր է եղել ու բլոգներով ցույց է տվել։
Ուրեմն, այս աղջիկը գրում է, ես 16 տարեկան եմ եւ արդեն հղի եմ, ռուս աղջիկը։ Հա։ Հետո 17 տարեկան եմ, չգիտեմ, երեխանցը ընկերս բան չի ուզում հետս շփվի։ Հետո ինչ որ կերպ ինչ որ տարիքում մի անում են, ընկերոջը բերում է կողքը, պսակում են իրար։ Հետո ընկերը գնում է SVL։ Հետո ընկերը արդեն գերի է ու այն տղի մոտ է որ խոսում է, հարցազրույցը անցկացնում, այ ուկրաինացի բլոգերը։ Հետո այս ընկերոջ հետ բանով ընկնում, արդեն ամուսին է, էլի։ Բանա, ամեն ինչ անում է, որպեսզի գերիների փոխանակման հետ գաս է։ Հետո այդ կոնկրետ թվականակով են, չէ՞ իրանք միշտ։ Իսկ այնտեղ շատ 1000-ի դիմաց, 500-ը դիմաց է։ Որ ասես մի քիչ առաջ են գնի, դե այնտեղ երևի մի խոսքով կոռուպցիոն երկիր է։ Հետո ընկերը գալիս է։ Հետո ընկերոջը 10 օրից էլի են տանում ես։ Հետո ընկերը մահացավ։ Լադան եկավ։ Հիմա ինքը բացել է տատու սալոն, ստիպված։ Շո, կարճ համառոտ մի աղջիկ։ Ռուս աղջիկա պատմություն, 16 տարեկանից հղիացած։ Ինքը արդեն երջանիկ է, փողը կա, ու սա նորմն է, ու իր մեկնաբանությունների դաշտում, որ տեսնես ինչեր են խոսում եւ այլն, ասես լավ, սա ցնդաբանություն է, նույն բանն ես տեսնում, ինչ որ մեր էս դե Հայաստանում էլ կան, չէ՞, զուգահեռ իրականության մեջ ապրող մարդիկ։ Հա։ Որ ամեն ինչը խառը ասում են, Այն որ Սալավյով են նայում առավոտից իրիկում, տեսնում մենակ Սալավյով չէ, էլի դե այդ պրոպագանդան, հա։ Դե չէ մենք ունենք հեռուստաալիքների շպակած Սալավյով են որ։ Չէ, սա վերադառնալով բանին, տեսեք, այս հունիսի 7-ը իսկապես գլխավոր ճակատամարտն է։ Այո։ Ես գիտեմ ուր ենք մենք եկել հասել, ու դու էլ գիտես ուր ենք մենք եկել հասել։ Ես քեզ գիտես ինչ կարամ ասեմ։ Ես կարամ ասեմ, որ կարելի է համեմատել իրականում Սարդարաբադի հետ։ Այ հունիսի 7-ը։ Չնայած վարչապետը ուրիշ բաներ առաջարկում է երեք։ Ու գաղափարական իմաստով, եթե ասեմ նայում ես այն բոլոր հարցումները ուր է եկել, սենց հասնում ես ամեն ինչը ու ինչ գնով, ինչ մարտնչող տգիտության միջով անցնելով, այո, գալիս եւ կպնում է 374 թվականին, երբ սպանվեց Պապակավոր։ Ինչից հետո մենք կարելի է ասել արդեն մեր որպես պետական միավոր լուրջ քաշով բան, իհարկե ունեցանք ժամանակահատվածներ։ Իհարկե ունեցել ենք Աշոտ Երկաթ, ունեցել ենք այնտեղ ունեցել ենք Բաքրատունիների թագավորության շրջանը եւ ունեցել ենք Անիի հանձնում։ Բայց սրանք ինչ որ մի պայ ասենց էլի սպիշկա եղել, ինչ որ ստեղծվել է բան, հետո էլի արդեն վերջ գնացել է, հետո ոնց որ կործաման հետ ցնցումներն են եղել, ցենց կարելի ասել։ Իսկ մինչև 374 թվականը մենք կորցրած եղել ենք պետականություն։ Ժամանակ առ ժամանակ, հա։ Չէ, կարող է եղել ենք այն ժամանակվա պատերազմության տեսքով, բանի տեսքով, բայց չէ, պետական ինստիտուտները եղել են։ Ի վերջո եղել են նախարարական ինստիտուտները։ Այո, նախարարական մելիք ամեն մի նախարարը մի հատ վաճառականների գործառույթը շատ կարևոր, մենք դրամ ենք կտրելու իրավունքն է մերը, մնացել եւ այլն։ Այսպեսի բաներ է եղել։ Ու այո, գալիս կպնում է դրան։ Եվ հիմա մեզ ուժեղ Հայաստան կոչվող կուսակցության ներկայացուցիչները առաջարկում են հետեւյալը։ Նա ինչ են ասում։ Իհարկե գտել են մի հատ կարելի ասել մի քիչ վիճելի կետ, որը որ իրավաբանական նկատի ունես։ Բայց մենք կարանք հավաքենք ձեների մեր ցամասուն մտնենք, այդ կետը կոնկրետ համանդրական հանրակրթ չի պահանջում, որպես մեծակ մասնություն կարող ենք արագ փոխենք սահմանները ունենանք ուժեղ քաղաքացիություն ունեցող բան, ղեկավար։ Հա, երկքաղաքացիություն։ Ну հələ երկքաղաքացիությունն էլ մի կողմ, իհարկե ինքը կարա Ռուբեն Վարդանյանի նման մի հատ ծառի տակ կանգնի այդ паспортները ճղացես վերջ մենակ Հայաստանի քաղաքացի, բայց այն 4 տարվա մշտական բնակության հարցը մահու մեջ կախված։ Այս պարագայում խնդիրը որտեղ է, ոչ թե այնտեղ դա տեխնիկապես հնարավոր է թե չէ։ Խնդիրը գաղափարական է։ Ու այն 10000 ծափարողներն ասեմ հետեւյալը։ Այս մարդիկ պատրաստ են ընդունել։ Լավ, կարող է համանadrությունը բաց տեղ ունի, ինչ որ։ Լավ, համանadrագետներով նստել եք, դուք փորձում եք այդ բացից օգտվել։ Դուք լինելով իրավաբան,
փորձում եք այդ բացից օգտվել, այսինքն դուք չեք ցանկացել ուժեղացնել սահմանադրությունը եւ բաց տեղերը փակել, ամրացնել, դուք փորձում եք բացելից օգտվել ու կներես նորմալ եք համարելու, եթե վաղը չէ մյուս օրը մեկնել, օրինակ Թուրքիայից գա, դե որ իրանք տենց են սիրում խոսեմ, կանգնի ես էլ տենց խոսեմ։ Թուրքիայից գա, խապստա ժողովրդին, էլի ես փողով բան լուրջ սիրում, բաներով հայրենասեր, բան բոլորին թուրք համարելով, ինքը լինելով թուրք, հա, ու ասենք սահմանադրություն ասում, ասենք չի ախպեր, ոչ սահմանադրություն, այնտեղ sense բաց կա մեկ արել ախպեր ջան, գալիս է ու այսինքն դուք այդ վտանգները դրա գաղափար, ասենք, գիտեք ոնց է մարդը, եթե ընդունում է ուրիշ երկրի քաղաքացիություն, ինքը երթում է տալիս։ Չստեմ նա ուրիշ խնդիր էլ կա է, եթե սկզբունքորեն դրված է հարցը, որ կոնկրետ անձը պետք է անպայման լինի վարչապետ, ախպեր, եթե տենց, եթե դուք գաք իշխանության, վրացական օրինակը կա։ Հա, Իվանիշվիլին, դե ֆակտո ինքն է այդ երկրի ղեկավարը, բայց ընդեղ կա վարչապետ, ընդեղ կա կառավարություն եւ այլն, բայց բնականաբար անում են այն ինչ որ ասում է ինքը։ Այսինքն չեն գնում օրենքի խախտումով այդ անձին վարչապետ նշանակելու ուղղությամբ կամ ոչ թե խախտումով, ոնց որ դու ես ասում, լազեկա են գտել, ասենք ուզում են դրանից օգտվեն։ Բայց ստեղ խնդիրը մենք ինչ որ շատ տարանք ենք կողմ։ Սա անարգանք է։ Դե սրան պետք է հանրային գնահատական տալ, Գագիկ ջան, Մկրտչյան ջան։ Սա անարգանք է պետական գաղափարախոսության ու պետական ինստիտուտների։ Բա անարգանք չի, երբ որ դու ասում ես, որ գիտեք ինչ, ես որ գամ իշխանության, երկիրը սարքելու եմ Ռուսաստանի հետ, չգիտեմ, ամրակցված ինչ որ, ու տենց բառացիորեն չի ասա, գաղափարն է հասկանալի, չէ՞։ Դեպի ուր է գնալու երկիրը։ Մենք ամբողջ օրը ես բանը միջազգային լավ կապեր ունեմ։ Հա։ Հա, բանում քիչ։ Օֆշորում։ Օֆշորի դաշնակցականների նամի կար։ Հաճիտ էլի դաշնակ։ Դե ի՞նչ տարբերություն։ Դաշնակ։ Բայց բանա, բացի որ ինքը օֆշորում ունի կապեր, դե Նարեկը Կարապետյան գրել էր, չէ՞, JD Vance-ին հանդիպում էր խնդրել։ Հա։ Բնականաբար JD Vance-ը, մենակ ինքը չէ, Բագրատը, բան։ Հա, բոլորը ուզեցել էին, հա։ Ինչքան ռուսական ուժ կար, ուզում են հանդիպեին։ Այդ մարդու հետ։ Իսկ հետո բողոքի գիրք բացեին, հասկանում եք։ Հետաքրքիրը գիտես ինչա, որ հիմա դրել հաշվարկել են, Bloomberg-ն էր գրել, բան հաշվարկել են, որ ամերիկյան ներդրումների թիվը հասնելու է 13 միլիարդի։ Հետաքրքիր է, չէ՞, այդ բանը։ Ասենք, բայց մեր համար այդ 13 միլիարդը ինչա որ չհասկացա։ 13 միլիարդ ենքով։ Այդ մեր սերունդերին մտցնում եք պարկի, դա չեմ հասկանում։ Հա։ Բայց հələ դու 13 միլիարդ, հələ 13-ը չէ, լավ, արի ռեալ 4-ն է։ Հա, ռեալ 4-ն է կիսահաղորդիչների հետ ամեն ինչի հետ կապված 4 միլիարդ ներդրում, որը երբեք չի եղել Հայաստանում։ Եվ հիմա ես կարամ օրինակը բերեմ, մի անգամ բերել եմ, լսի, որը ոչ թե մի հատ ներդրում է 4 միլիարդի, բայց եկամուտ է բերելու։ Ես էլ օրինակն եմ բերում, Քոչարյանը անընդհատ իր հարցազրույցների ժամանակ ասում է, որ իմ օրոք ես ստացա այսքան տնտեսություն, հանձնեցի այսքան տնտեսություն։ Այ այսքան տնտեսությունը հենց իր խոսքերով այն ժամանակներում նաև գոյացել է։ Վագրային թռիչքները։ Այդ կովկասյան վագրի թռիչքը բան գոյացել է մեր սիրելի հայրենակից Քրքորյանի Լենսի հիմնադրամի շնորհիվ, այսինքն $250 միլիոն շնորհիվ։ Այո։ Այսինքն պատկերացնում ես, չէ, $250 միլիոն ու 4 միլիարդ։ Դե ռեժիսորը ինչա ցույց տալի։ Էդ ինչա։ Ինչի՞։ Չգիտեմ, գժվել են ընդ։ Ասում եմ Վենսից չեք ուզում, մի քիչ խոսալ։ Հա, խոսանք Վենսից, բայց հենց մենք Վենսից ենք խոսում։ Չէ, ինքը թվերի գլուխ չի հանում։ Չի հասկանում, որ հեսա Վենսի մասին է։ Հա, մյուս անգամ չխանգարեք։ Այս էլ է հետաքրքիր, այ բանա կենթանի զրույցը, չէ՞, ի վերջո։ Ռեժիսորը պահանջեր ներկայացրել, տեսեք։ Անդ որ թղթի վրա գրած։ Ընդեղ թղթը գրել պահելա։ Ասում ինչ է, բայց ես պատկերացնում եմ, եթե շատ լուրջ տեխնոլոգիական լիներ, մյուս անգամ թողը տենց անի։ Կարար սուֆլյորի վրա տար։
Պատկերացնում եք, չէ՞։ Հուշարարի վրա տար, մենք սենց կարդայինք, էդ ինչ եք խոսում դուք։ Բայց նայ, ես մի հատ ուրիշ բան։ Չէ, ընդ որում դու ասեցիր, բայց 4 միլիարդը չէ։ 5 միլիարդն էլ կա, իրական է այդ ամեն ինչը։ Բայց ես ասում եմ, այն ուղիղ ներդրումը 4 միլիարդը։ 5 միլիարդը, որը նույնպես ներդրում է, որովհետև Միացյալ Նահանգներից արտահանում այն կարևորագույն բաների հետ կապված ինչ որ պիտի լինի, դա այսպես թե այնպես ներդրում է նույնպես։ Սա հասկանում ենք։ Գումարած սրան թրիպի ուղին իր ամեն ինչով։ Բոլորս ենք հասկանում սա։ Բայց ես ասում եմ, որ քեշ առաջարկ։ Գետնի վրա ջնջված, ավերակ դարձած նախկին ֆաշիստական Գերմանիան, որը կիսվեց, կեսը ընկավ ամերիկացիների ձեռքը, կեսը սովետի, չէ։ Ուրեմն գոյություն չուներ։ Գլխավոր քաղաքները լրիվ ավերված էին, գործարանները լրիվ թալանված տարված էին։ Միացյալ Նահանգները Մարշալի պլանով տվեց, ընդ որում Մարշալի պլանով չէր ենթադրում, որ անվերադարձ փող է էդի։ Վերադարձվող փող է եւ վերադարձրեց Գերմանիան։ Բարդքով։ Հա, բարդքով։ Գերմանիան դարձավ ընդամենը 10 տարվա ընթացքում Եվրոպայի առաջատար տնտեսություն, ամերիկյան ուղիղ ներդրումների շնորհիվ։ Բա որովհետեւ վախենում են։ Բա որ այս ներդրումների շնորհիվ Հայաստանի վիճակը լավանա։ Ինչից են խոսալու։ Ինչն են քննադատելու։ Քննադատելու համար պետք է լինելու արդեն ապագայում քննադատելու համար պետք է լինելու արդեն մաքուր քաղաքական միտք։ Բա Մաքուր քաղաքական գործունեություն բան ասեցի։ Իհարկե, այդտեղ արդեն աշխատանք պետք լինի, ոչ թե 3-1 այսօր 2 օլիգարխը եկել է, ասում է դե որ ինձ բռնել եք, ես էլ կուսակցություն կբացեմ ու հեսա տեսեք ինչ եմ անում։ Ինչ եմ անում։ Իմ ձևով։ Ղեկավար ես ինձ կազատեմ աղբերջան։ Ոնց կուզեմ այդպես կանեմ։ Սա է պլանը։ Ու իսկ այդ ժամանակ արդեն սա չի ասելու, որովհետև հասարակության քաղաքական պատկերացումն էլ է բարձրացած լինելու, բարձր մակարդակի։ Այսօր մարդը ասում է, «Օ, տեսանք, ես լուրջ եմ ասում, ինձ բացել են»։ Ասում է, բանա, հուզվեցի պարզապես, երբ լսեցի Սամվել Կարապետյանին։ Ցավերը տանում, դուք Սամվել Կարապետյանին ու իր ուղերձը չեք լսել։ Ոչ մեկը։ Դուք AI-ին եք լսել։ Դուք լսել եք AI-ին, ում տվել է հանձնարարություն Պողոս Պողոսյանը։ Որովհետև ես ենթադրում եմ, որ Սամվել Կարապետյանի մոտ սա չկա։ Գրել է տեքստը Սիսակ Սիսակյանը։ Այո։ Ռեալիզացրել է։ AI։ Մորթել է, ավակը բռնել է։ Մի խոսքով, այս այա դառ։ Հասկանում եք։ Ու դուք չեք, ասենք, լավ, այս մակարդակից մենք աճելու ենք արդեն քաղաքական Ընդ որում, մի բան է հիշացնեմ, շատ կարևոր բան է, որը անմիջապես կպնում է մեր խոսակցության բովանդակությանը։ Ռուսաստանում մնացել է ինչ-որ մի բան, որը չի փակվել։ YouTube, WhatsApp, սա փակվեց։ Բացարձակ։ Այսինքն մենք էդ ենք ուզում, դեպի էդ ենք ուզում գնանք, հա։ Նայ, ուժեղը որն է։ Հա։ Այստեղ որ այս մեր ժողովրդին ասում ես ցավները տանեմ, սա մտնելու է, դառնալու է Ռուսաստան բան, պատկերացնում եմ, որ վայ հեսա եկավ ու հաջորդ օրը, չէ, դա մի անգամից չի լինում։ Հասկանում եք, մենք մտել էինք Ռուսաստան արդեն, մենք այնտեղից դուրս ենք գալիս մի կերպ, նոր ենք անկախանում։ Ու դա միանգամից չի լինում։ Բանակը միանգամից չեն քանդում, ցենց աստիճանաբար, բան որ ստոպ նիկտոնի դագադարսը։ Եթե Ռուսաստանը երբ որ սկսում էր Ուկրաինայի հետ պատերազմը, անգամ առաջին ամսին, երկրորդ ամսին այդքան ձախողումներից հետո ռուս մարդուն ասում էր, որ բանա, քո երկիրը շուտով վերածվելու է Հյուսիսային Կորեայի, այսինքն երկաթե վարակույր, այդ երկաթե վարակույրն էլ միանգամից չի կախվում։ Հա, բայց իրանց մոտ լավ են միանգամից։ Բանա, իրանք կնդիմանային, ինչ ես խոսում, բան, ասեիր քո ռազմավարական դաշնակիցը Թալիբանն է լինելու։ Իրենք չեն հասկանա ինչ ես ասում։ Հասկանում եք։ Չեն ընդունի դա, ոնց մենք գիտեք այս կոմենկով։ Այսօրվա դրությամբ, երբ որ ասես տես քո դաշնակիցը ով է, ասում դե գիտեք քանի որովհետև ռոպագանդան տես բանա, ոնց ձեր ուղեղն են լցրել, սիրելիներս, ես դա ցավով եմ ասում։ Այնպես էլ նրանց ուղեղն են լցրել, որ քանի որ մենք պետք է բարձրանանք, պետք է ծնկի մենք, այս ունենք, այն թշնամին ունենք,
Սենց այս ամեն ինչը ստեղծեցին, սարքեցին փուչիկը մարդկանց համոզելու համար, որ ճիշտ է ոչինչ, եթե մենք մի քիչ նեղ ապրենք, ճիշտ է ոչինչ, որ անիմաստ զոհվում են ձեր զավակները, ճիշտ է ոչինչ, որ բանը ինչքան միջազգային ներդրումներ կային դուրս եկան, ճիշտ է, այսօր ճիշտ է ոչինչ, մենք ձեզ ենք պաշտպանում, դրա համար ենք WhatsApp-ն ու YouTube-ը փակում, որպեսզի զանգեր ձեզ մաշինիկները չկոչեն, չգիտես ինչ, ու սենց փակելով գնում են։ Խորհրդային միության մի հատ բան կար, երկար, շատ հայտնի ու բոլորիս այն առաջի դասարանից սկսած սովորեցնում էին այդ երկը։ Ես ուղղակի ուզում եմ հիշեմ դրա խոսքերը հիմա, ինչքան մոտիկ են այսօրվան, ուրեմն Կամիձոր սահմանին քիչ մոտիկ, ու կարող է մտնել թշնամին, ու հետո ասում է կստանա մահացու մի հարված, այն մարդ խի պետք է թշնամի մտնի այդ ձորը, ինչի է այդ ձորը այդ սահման, եթե սահմանի մոտիկ է այդ ձորը, քո սահմանից այն կողմա, հասկանում ես, այն ժամանակվանից հոգեբանությունը մարդկանց փոխվում էր, իմացեք, որ անդադ մենք ունենալու ենք թշնամի։ Հիմա մենք բանը մեր իրականության մեջ է, ինչ խոսում ես թուրքը իրան գավ, այս թուրքական, ոնց նայում ես թուրքերի հետ իրանք են գործ, ընկերս է պատմում, ասում ախպեր ջան, մեկ հետ խոսում եմ, դուրս եկել, այս թուրքական իշխանություն, այս թուրք, օր այս ինչ են, ինչ որ ցած գլուխը բռնած, ասում ես վատանում է։ Մենք հարց ուղենք մեր ռեժիսորին, կարող է 10 րոպե գնանք, թե չենք կարա։ Չէ, ասում են չէ։ Ու մյուս անգամ էլ թուղթը ցույց կտաս։ Ասես բռնած գլուխը, ասում կռիվանում, հիստերիկացել, այ մարդասի գնա շարդ քաշի ու գնում է։ Հետո իրան բակի տղերքը ասում են, որ ախպեր ջան ասում են, դու երևի չգիտես դրա մաման մոտ 30 տարի է Թուրքիայում է ապրում, ոչ թե գնում է գալիս ապրանք, այնտեղ է ապրում, այնտեղից բանման է ուղարկում սրան։ Հա։ Ու տենց ունենք մենք 70,000 հայ ունենք տենց, եթե չեմ սխալվում։ Հիմա ամեն ինչն են փորձում լստեն, որպեսզի արդարացնեն իրանց այն ձախողումները, որոնք շտկվելով գալիս են։ Իրենց բաստողումները, որ երբ որ մենք տեսնում ենք թե պետությունը ինչ վիճակում է եղել, ուզում ենք մի քայլից առաջ դնենք, հայտնվում են պետության այդ վիճակից անողներ։ Եվ այո, Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը խորհուրդ կտամ անգամ նրան ատողներից զգացմունքները դնել մի կողմ, սառը գլխով մի հատ նստել ծայրից ծայր լսել։ Ու ցանկալի կլինի մի 3-4 անգամ։ Այսքանը այսօրվա համար։ Ասեմ, այսօրվա մեր ռեժիսոր Վահան Ինչյանը ազգանունը։ Ազգանունը Ինչյան էր Վահան։ Իրոք ես հեսա քեզ բայց մենք էլ հաջող չենք արել։ Հաջող ենք։ Վահան Մինասյանն էր այսօրվա հաղորդման ռեժիսորը, ով ուներ հնարավորություն եւս 5-10 րոպե մեզ ավելացնելու, չավելացրեց։ Այնպես որ ժողովուրդ ջան, խնդրում ենք մեկնաբանություններում այդ մասին ձեր կարծիքը հայտնեք։ Ամենայն բարեկ ձեզ։ Ստեսում։